Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում իրադարձությունները մտնում են ամենալարված ու հոգեբանորեն ծանր փուլերից մեկը։ Նարեն հայտնվել է փակուղում, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է ճակատագրական լինել։ Նրա շուրջ սեղմվող օղակ նոր օրի նեղանում է, իսկ Արմոյի դավադրությունները տալիս են իրենց դառը պտուղները։ Արմոն ինչպես միշտ մնում է ստվերում, բայց հենց նա է հմտորեն լարում իրավիճակը, նրա խոսքերը, կիսատ ակնարկներն ու սադրիչ արտահայտությունները բավարար են, որպեսզի Վռամի մեջ կասկածներ ծնվեն։ Վռամը սկսում է հավատալ, որ Նարեն գաղտնի հանդիպում է Հայկին, իսկ Վռամի համար սա պարզապես խանդ չէ, անցյալի վերքերի ու իր իսկ ինքնասիրության վրա մեծ հարված է։ Կասկածներն աստիճանաբար վերածվում են կոպտության, Վռամը սկսում է իրեն խիստ պահել Նարեի հետ, սահմանափակում է նրա քայլերը, իսկ հետո բառացիորեն փակում է նրան տան մեջ։ Նարեն հայտնվում է հոգեբանական ճնշման տակ, առանց բացատրելու հնարավորություն ունենալու։ Նրա լռությունն ավելի է խորացնում Վռամի կասկածները։ Այդ փակվածության մեջ Նարեն միակ ելքը գտնում է գաղտնի զանգերի մեջ։ Նա զանգում է Հայկին և բնականաբար ասում, որ պետք է զգույշ լինեն, և փախուստը միակ լուծումը չէ, քանի որ Հայկը Նարեին առաջարկում է, որպեսզի նրանք միասին փախչեն։ Հայկը զգում է, որ ինչ-որ բան սխալ է ընթանում, բայց չի կարող ասել Նարեին կամ հարցնել իրականում ինչ է կատարվում։ Նա չի էլ կարող Նարեին պաշտպանել։ Այս հեռախոսազրույցները դառնում են Նարեի միակ շնչառությունը, միակ հույսը, որ ինքը մենակ չէ։ Միևնույն ժամանակ ծանր վիճակում է նաև Սոնան։ Նա տեսնում է, թե ինչ ուղղությամբ են գնում իրադարձությունները և սարսափում է։ Սոնան վախ ունի ոչ միայն Նարեի, այլ նաև իր ընտանիքի համար։ Նա գիտի, եթե իրավիճակը պայթի, ամենաշատը տուժելու են հենց անմեղները։ Սոնան կրկին հայտնվում է երկու քարի արանքում՝ սեր ու ընտանիք, ճշմարտություն ու լռություն։ Բայց լարվածության գագաթնակետը գալիս է այն պահին, երբ Վռամը նկատում է Նարեի մատի մատանի, որը նա չէր նվիրել, մատանի, որն ակնհայտորեն ուրիշի ձեռագիրն ունի, և այդ ուրիշը հենց Հայկն է։ Այդ վայրկյանին Նարեն հասկանում է, որ այլևս թաքնվելու տեղ չկա, մատանին դառնում է լուռ վկա, որը խոսում է իր փոխարեն։ Վռամի հայացքը փոխվում է, այնտեղ արդեն ոչ միայն կասկած կա, այլ նաև վիրավորանք, զայրույթ և պատրաստակամություն ամեն ինչ պարզելու գնով։ Նարեն կանգնած է ամենածանր ընտրության առաջ՝ ստել, թե փորձեր արդարանալ, գտնել հերթական բացատրությունը, որ գուցե մի քանի օր ևս ժամանակ տա, թե ասել ճշմարտությունը, գիտակցելով, որ այդ ճշմարտությունը կարող է փլուզել ամեն ինչ։ Եթե նա ստի, Արմոն կհաղթի ևս մեկ քայլով, եթե խոստովանի, Վռամը կարող է դառնալ անկառավարելի։ Այս պահին Նարեի ամեն մի բառ, ամեն մի հայացք կարող է որոշել ոչ միայն իր, այլ նաև Հայկի, Սոնայի ու նրանց ընտանիքների ճակատագրերն ու ապագան։ Հարսնաձորի լեգենդն այս փուլում վերածվում է պատմության այն մասին, թե ինչ է լինում, երբ սերը հայտնվում է վերահսկողության, վախի ու մանիպուլյացիայի տակ, իսկ Արմոնը, ինչպես ստվեր, շարունակում է շարժել բոլոր թելերը, սպասելով պայթյունին։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել ծանր և խոսակցություններն էլ ավելի ծանրանալ, բացահայտումներ, և այն պահը, երբ Նարեն ստիպված կլինի ընտրել ապրել լռությամբ, թե վտանգել ամեն ինչ հանուն ճշմարտության։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է, հավանաբար այս լարվածությունը դեռ բավական երկար է շարունակվելու, և Հայկը որոշելու է գալ Նարեյենց տուն և խոսել Նարեի ծնողների ու եղբոր հետ։ Ինչպես երևում է, Հայկը գալիս է այնտեղ ու բնականաբար նրանց ասում, որ իրենք սիրում են միմյանց, բայց թե ինչ պատասխան է ստանում այդ ընտանիքում, հեռուստադիտողներին արդեն պարզից էլ պարզ է։ Մեկ այլ կադրերից էլ պարզ է դառնում, որ վերջապես Անիկն ու Լալան հանդիպում են։ Նրանք խոսելու շատ բան ունեն և բնականաբար պարզելու շատ բան։ Անիկն էլ իր մեղքի բաժինն ունի, որ Սաքոյին չկանգնեցրեց ու նա Լալային դուրս արեց տնից։ Բնականաբար այս ամենն իր հետևանքներն ունեցավ։ Լալան ունեցավ երեխա, որին խլեցին, քանի որ նա միայնակ էր ու իր կողքին պաշտպան չուներ։ Լալան այժմ չի կարողանում ներել ոչ ոքի և բնականաբար պատրաստ է ոտնահարել բոլորի իրավունքները, միայն հասնի իր ուզածին։
Բայց թե ինչու է ԱԲՕ-ն որոշել օգտագործել Լալային Սաքոյի դեմ, ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ շատ շուտով հետաքրքիր բացահայտումներ են լինելու, այնպես որ չմոռանաք միանալ մեր ալիքին, բաժանորդագրվեք, տեսանյութի մեկնաբանություններ դաշտում թողեք ձեր կարծիքը և իհարկե եղեք առաջինը տեղեկացված։ Բաց մի թողեք նոր սերիալներում կատարվող փոփոխությունների մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք ինչ եք կարծում, երբ հայ կգան Նարէիենց տուն, ինչպես իրենց կպահեն Նարէիի ծնողներն ու եղբայրը Վռամը, արդյոք Սոնան կկարողանա օգնել Նարէիին և նրանք դուրս կգան այս վիճակից, Սոնան ուժ կգտնի իր մեջ զանգել հորը և ներողություն խնդրել, որ առանց նրա կամքի ուղղակի հեռացավ տնից, դե ինչ, սպասում ենք ձեր կարծիքների։